Էջմիածնում շարունակվում է փողոցների նորոգման և ասֆալտապատման 2024 թվականի սուբվենցիոն ծրագիրը, որի արժեքը մոտ 700 միլիոն դրամ է։ Ծրագիրն իրականացվում է մի շարք թաղամասերում, այդ թվում ծայրամասային։ Չարենց թաղամասը դրանցից մեկն է, որի շենքերի բակերը շուտով նոր ու աչք շոյող տեսք կստանան։ Թող մաքրվի, մաքրեն, կարգին կանաչելնի, օդ շնչենք, տես ինչ է, սա օրինակ ինչ է, բայց ինչ թող հավաքեն սաղ տանեն, այդ մեծ ծառերը ծերատեն, որ թազագոնե ճյուղեր տա, շիվեր տա, թփվածին հլի շնչենք։ Շարունակվում է նաև համայնքապետարանի շենքերի բակերն ավելորդ շինություններից մաքրելու, անօրինական կառույցներն ապամոնտաժելու քաղաքականությունը, որ երեխաները խաղալու, իսկ մեծերը հանգստի հարմարավետ պայմաններ ունենան, բակերից հեռացվում են ժանգոտած ցանկապատերը, ավտոտնակները, որոնց ապամոնտաժումը սակայն ոչ բոլորի սրտով է։ Բնակիչներից շատերի համար դրանք փրկություն են մթերք և հին իրեր պահեստավորելու համար։ Անվատ հողեր ենք պահում, տան ավելացած ինչ-որ միգույք, որը փոքր բնակարանա չենք կարողանում տեղավորել, ժամանակավոր թեկուզ մթերք, թեկուզ կարտոֆիլ եւ այլն օգտագործում ենք մեր տնական կարիքների համար։ Որտեղ դնեմ ես անվատ հողերը, ձմեռային, ամառային կամ պահեստամասերը։ Հա, վեշեն, ավելա ինչ-որ մի բան բերում դնում ենք։ Մենք ուրիշ տեղ չունենք դնելու։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որպես ավտոտնակ ծառայում է շինությունների ոչ ավել քան 10%-ը։ Մնացածը պարզապես շինություններ են տեղադրված եւ մենք այսպես կամազներով այնտեղից աղբենք հանում պարզապես։ Այսինքն, այսպես թե այնպես ավտոները, չնայած ավտոտնակների առկայությանը, կայանում են մեծ մասամբ բակերում։ Որ մեքենաների կայանման խնդիր չառաջանա, շենքերի բակերում այդ նպատակի համար հատուկ տեղեր կառանձնացվեն։ Իսկ աղբից ու տձև շինություններից բեռնաթափված տարածքները կմաքրեն, կբարեկարգեն, մի մասը կհատկացնեն երեխաների, խաղերի եւ միջոցառումների համար, մնացածը կվերածեն կանաչ գոտու, որտեղ իրենց ամառային երեկոները կանցկացնեն շենքերի բնակիչները։ Մենք շենքերի բակերը ազատում ենք ապօրինի կառույցներից, որպեսզի կարողանանք հետագայում արդեն կառուցել զրուցարաններ, խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր։ Չարենց թաղամասում ունենք գեղեցիկ բակեր, որտեղ արդեն խաղահրապարակներ են, ֆուտբոլի դաշտեր են եւ այդ քաղաքականությունը շարունակվելու է, որպեսզի բնակիչը սովորի արդեն տեսնել գեղեցիկ խնամված բակ, ոչ թե ավտոտնակներով եւ երկաթներով զավթած։ Հիմա ավտոտնակ չի եղել, հիմա թարմայ է եղել, բես այդ կայր ստեղ նստում ենք, կարտ մարդ ենք խաղում, տես զբաղվում ենք։ Դա հիմի ոչինչ, ավելի բարեկարգ տեղ կլինի, այնտեղ կխաղանք։ Հաջորդը Զվարթնոց թաղամասի հերթն է, որի մի շարք բակեր ևս կազատագրվեն ապօրինի կառույցներից։ Բեռնաթափված տարածքները կվերադարձվեն երեխաներին, նաև պայմաններ կստեղծվեն մեծահասակների հանգստի համար։ Հայկ Աշասանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։